Հունիսի 7-ին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների նման ընտրատեղամասեր կգնան նաև ժամկետային և պայմանագրային զինծառայողները։ Նրանք կքվեարկեն իրենց զորամասերին մոտ գտնվող բնակավայրերում ձևավորված տեղամասերում։ Սակայն ի տարբերություն մյուս ընտրողների, զինվորների ընտրական ցուցակները չեն հրապարակվի։ Փակ գաղտնի ծրարով է հատկացվում տեղամասային կենտրոններին և տեղամասային կենտրոններում քվեարկության օրը բացվում է այն ժամանակ, երբ որ զինվորներս են մտնում տեղամասային կենտրոն։ Քվեարկեցին, ավարտեցին, որից հետո դուրս են գալիս քվեարկության սենյակից և դարձյալ ցուցակները զմռսվում, փակվում, դրվում են չերկիզվող պահարան։ Զինծառայողների ցուցակները ընտրություններից 2 օր առաջ հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովը տեղեկանում է միայն, թե քանի զինծառայող է քվեարկելու տվյալ տեղամասում, սակայն այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Գաղտնի են նաև զորամասի գտնվելու վայրում հաշվառված նրանց ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամների տվյալները։ Ցուցակները կազմվում, վարում, կնքվում և ստորագրվում է զորամասի հրամանատարի կողմից, այսինքն արդեն ընտրական տեղամասը դրա հետ կապված փոփոխությունների ենթարկելու կամ ավելացնելու, պակասացնելու որևէ գործառույթ չունի։ Դրանք կատարվում են նախապես, նախնական ցուցակները փակցվում են զորամասի ներսում, որպեսզի զինվորների տեսանելի վայրում, որպեսզի իրենք տեսնեն ցուցակներում ներգրավված են թե ոչ, եթե ներգրավված չեն, ապա զորամասի հրամանատարի կողմից դրանք կարգավորվում են։ Զինծառայողները ընտրատեղամաս պետք է գնան զինվորական գրքույկով, սակայն մի կարևոր հարց է առաջանում. ինչպես են նրանք մինչև ընտրությունները ծանոթանում քաղաքական ուժերի ծրագրերին և նախընտրական քարոզչությանը։ Ըստ ընտրական օրենսգրքի զորամասերի ղեկավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի զինվորները կարողանան դիտել քաղաքական գովազդներ, նախընտրական հաղորդումներ և բանավեճեր։ Բացի այդ, զորամասերում պետք է հասանելի լինեն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների ծրագրերը, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։ Զինծառայողները կարող են հետևել քարոզչությանը միայն ծառայողական պարտականություններից ազատ ժամանակ։ Ընդ որում օրենքն արգելում է հրամանատարական կազմին օգտագործել իր պաշտոնեական դիրքը զինվորների նախընտրական տեղեկատվությանը ծանոթանալու իրավունքը սահմանափակելու կամ խոչընդոտելու համար։ Սակայն հնարավոր է զինվորների ազատ ընտրական իրավունքի վրա ազդել հենց քվեարկության օրը։ Զինված ուժերը քաղաքական չեզոքություն ունեն և զինված ուժերը շարունակելու են իրենց քաղաքական չեզոքությունը պահպանել։ Իսկ ինչ վերաբերում է գայթակղությանը, ես այսօր տեսել եմ ընդդիմադիր պատգամավորներից մեկն էր կոչ անում զինվորներին, որպեսզի քվեարկեն այս կամ այն կերպ։ Կոչ անելը ուրիշ է, վարչական ռեսուրսը օգտագործելը, հրամանատարներն նախարարը նման կոչ չի անում։ Կարծում եմ սա էլ կարևոր տարբերություն է, որ բոլորը դա զինվորներն էլ են դա տեսնում։ Լավ, հուսանք այդպիսի ապացույցներ չեն հայտնվի, պարոն Պապիկյան։ Կարող եք վստահ լինել։ Օրենսդրությունը նախատեսում է մեխանիզմներ, որոնք պետք է նվազեցնեն զինծառայողների քվեարկության վրա հնարավոր ազդեցության ռիսկերը և ապահովեն նրանց ազատ ընտրելու իրավունքը։ Այդ մեխանիզմներից մեկը վերաբերում է հենց զինվորների տեղամաս տեղափոխվելու և քվեարկության գործընթացին։ Գնում են հրամանատարների ուղեկցությամբ, բայց առանց շռային կարգի։ Դա արված է նաև նրա համար, որպեսզի այդ ուղղորդման և վերահսկվող քվեարկության ռիսկերը հնարավորինս նվազեցնեն։ Հրամանատարը զինվորների պես ևս ընտրող է, նա պետք է քվեարկի և անմիջապես դուրս գա տեղամասից, այսինքն նա ավելորդ երկար տեղամասում լինելու և իր ներկայությամբ զինվորների նկատմամբ որոշակի ճնշումներ կամ վերահսկողության զգացողություն առաջացնելու իրավունք չունի։ Ռազմաբժշկական հոսպիտալում բուժվող զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները նույնպես հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին։ Այս դեպքում գործում է շրջիկ քվեատուփի մեխանիզմը։ Քվեարկելու իրենց իրավունքն արդեն իրացրել են արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները։ Նրանք քվեարկել են էլեկտրոնային եղանակով։ Քվեարկությունը նրանց համար սկսվել է մայիսի 29-ին և ավարտվել մայիսի 31-ին ժամը 20:00-ին։ Թե այս խմբի ընտրելու իրավունք ունեցող 272 անձանցից քանիսն են օգտվել այդ իրավունքից, կիմանանք հունիսի 7-ին ժամը 20:00-ից հետո։ Այնուամենայնիվ դժվար է միանշանակ ասել, զինծառայողների քվեարկությունը վերահսկվում է, թե նրանք ընտրություն են կատարում լիովին ինքնուրույն։ Դիտորդական առաքելությունից նշում են, որ նախորդ ընտրությունների ընթացքում եղել են իրավիճակներ, որոնք նման մտահոգությունների տեղիք են տվել, և այս ռիսկերը շարունակում են մնալ։ Իսկ թե ինչ պատկեր կտեսնենք այս ընտրություններին, պարզ կդառնա հունիսի 7-ին։